Անություն, այդ ժամանակ, ոնց, բանի, մոմի գործը, կտրիճի աղբորն է, են բանի գործը, ասենք ենթադրենք, ով ձեռնադրվի, չձեռնադրվի, կաթողիկոսի բանի, քրոջ, որդին պտի բանանի, ենթադրենք են մյուս հարցը, այսինք ես ինչ, դուք պղծել եք եկեղեցին, եկեղեցին դարձրել եք մի հատ բան, ասենք ենթադրենք մի հատ սպայից ավելի լավ սպան հարգելի գործունեություն է, ավազակների տեղ եք սարքել, ինչպես Հիսուս Քրիստոսը ասում է նոր կտակարանում, հաջորդը, այս նոր խոսույթը, այսինքն նոր չէ, հին խոսույթը, տենց անում են, որովհետև թուրքերն են տենց ուզել, տենց անում են, որովհետև ադրբեջանցին, այս մեր իրականության ամենախոշոր և ամենապրոբլեմատիկ կոմպլեքսն է, Իրեք այդ խոսույթը այն ժամանակ էլ, մենք էլ ենք տրվում այդ խոսույթ, լավ եկեք բանակի մասին չխոսենք, որովհետև դե թուրքերն ու ադրբեջանցիները լսում են, վայ դրա մասին դե դա գաղտնիք է, եկեք թուրքի ջրաղացին ջուր չլցնենք, և այլն, և այս մի հատ ուրիշ շատ կարևոր բան կա, ես երբ որ խոսում էի հայրենասիրության կայսերական մոդելի մասին, ես վերջերս մի հատ ուրիշ բան եմ հասկացել, որ մենք մեր աշխարհ ենք ալելու մեր սեփական զգայարանները և ֆորմուլաները, բանաձևերը զարգացնելու խնդիր ունենք։ Ես ես վերջերս թերևս ոչ հրապարակային մի հանդիպման ժամանակ ասացի հետևյալը. մենք աշխարհը ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք։ Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը և մի քանի այլ երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես, ես որտեղ է հանգել։ Եվ սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկությունն է, որ ներդրված է։ Չեք տեսնում ես ինչ են խոսում։ Ինչ խոսում են, իրանք խոսում են այն ամեն ինչը, ինչ որ դնում են այստեղ, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չի։ Մի մասը, այսինքն ամբողջը արտաքին խոսույթներից ծաղկաքաղա, որը բերվում այս ամբիոն, եւ այս ամբիոնից մատուցվում է։ Եվ մենք պետք պարտավոր ենք առերեսվել այս խնդրի հետ։ Ընդդիմադիր պատգամավորն ասում, ասեք, ինչ եք ուզում մեր ժողովրդից։ Ես կարող եմ ասել, ինչ եմ ուզում մեր ժողովրդից։ Ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։